Աստվածաշնչի ամենակարևոր հարցերից մեկը՝ մարդ որտեղ կարող է ապաշխարել։ Արդյոք ապաշխարելու համար մարդ պետք է պարտադիր գնա ինչ-որ մի վայր եւ դիմի տվյալ մարդուն իր մեղքերի թողության համար։ Նախքան քայլ անելը պետք է հասկանանք, թե ինչ է ասում նախ Աստվածաշունչը։ Կարդում ենք Գործք առաքելոց 17-րդ գլուխ 30 խոսքը։ Բայց Աստված անգիտության ժամանակները անտեսելով այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք, ամեն տեղ ապաշխարեն։ Այս խոսքերից հասկացանք, որ ամեն տեղ մարդ կարող է ապաշխարել, կլինի դա տանը, թե դրսում։ Ու նաև հասկացանք, որ Աստված սահմանափակ Աստված չէ, Աստված ամենուր է։ Հաջորդը, կարող ենք արդյոք մարդու մոտ մեղքերի թողություն տալ, թե ոչ։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստծո խոսքը։ Առաջին Տիմոթեոս 2-րդ գլուխ 5-ից 6-րդ խոսքը ասում է հետևյալը. քանի որ կա մեկ Աստված եւ մեկ միջնորդ, Աստծու ու մարդկանց միջև, Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն բոլորի համար հրկագին տվեց։ Այս խոսքերից այն հասկացանք, որ Հիսուս Քրիստոսն է միակ միջնորդը, ոչ թե սովորական մարդը։ Իսկ արդյոք եթե մենք մեր մեղքերը խոստովանենք Տիրոջը, Տերը կների մեզ։ Եկեք ընթերցենք, տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Կարդում ենք Հովհաննես առաքյալի առաջին նամակը, առաջի գլուխ 9-րդ խոսքը։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Այս խոսքերից էլ հասկացանք, որ այո, ներում է։ Այս խոսքերից հասկացանք 3 բան։ Առաջին, Աստված պատվիրում է, որ ամեն ոք ամենտեղ ապաշխարի։ Երկրորդը, մեր միակ միջնորդը Հիսուս Քրիստոսն է, այլ ոչ թե սովորական մարդը։ Իսկ երրորդը, որտեղ որ մենք կապաշխարենք, մեղքերի թողություն կխնդրենք Տիրոջից, Տերը մեզ ներում է։ Հուսով եմ, որ այս տեսանյութիցս հետո չեն լինի մարդիկ, որ ասեն, չէ, քո հետ համաձայն չենք, պետք է գնաս ինչ-որ հատուկ մի տեղ ու հատուկ մարդուց մեղքերի թողություն խնդրես։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։